Մոսկվայի ճնշումների ֆոնին Եվրոպան գալիս է Երևան։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները կլինեն Ադրբեջանում եւ Հայաստանում։ Քաղաքագետներն արդեն կես կատակ, կես լուրջ ասում են, Եվրոպան գալիս է Հայաստանի թիկունքին կանգնելու։ Գալիս են հորդորելու իշխանություններին, որ ավելի համարձակ լինեն, ավելի վճռական լինեն, շարունակեն հակառուսական եւ պրո-արևմտյան քաղաքականությունը։ Հայաստանի ճակատագիրը նրանց բնականաբար առանձնապես չի հետաքրքրում։ Նրանց հետաքրքրում է առճակատումը Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանին թույլատնել։ Խորհրդարանական ընտրություններից հետո Եվրամիության ղեկավարությունը գրեթե անմիջապես շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ոչ միայն շնորհավորեց, այլև հայտարարեց, որ Հայաստանը կարող է հույս դնել Եվրամիության աջակցության վրա։ Ի տարբերություն Բրյուսելի, Կրեմլը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինի հնարավոր շնորհավորանքը կքննարկվի միայն ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփումից հետո եւ չշտապեց շնորհավորական ուղեր ցղել։ Որոշ վերլուծաբաններ սա գնահատում են որպես քաղաքական ազդանշան, թեև Մոսկվան պաշտոնապես այն բացատրեց ընթացակարգային պատճառաբանությամբ, սպասելով ընտրությունների վերջնական արդյունքների հաստատմանը։ Ռուսաստանը բնականաբար կարծում եմ կշարունակի ճնշումները, որովհետև Հայաստանի առայժմ այդ քայլեր չկան, այդ հարաբերությունների լարվածությունը մեղմելու ուղղությամբ։ Այն ինչ որ անհնար էր անել ընտրություններով, որոշակի տեխնիկական պայմաններից ելնելով, փորձել են ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։ Եվրոպական աղբյուրները նշում են, որ Երևանում նախատեսվում է քննարկել նաև Եվրամիության ֆինանսական աջակցության նոր ծրագրերի իրականացումը։ Խոսքը մասնավորապես արդեն հայտարարված 34 միլիոն եվրոյի շտապ աջակցության փաթեթի գործնական քայլերի մասին է, որը նպատակ ունի մեղմելու ռուսական առևտրային սահմանափակումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Այդ ցուցաբերած 30 քանի միլիոնը, բարձ ասենք, ընդամենը գրոշներ են, որովհետև որևէ կերպ չեն մեղմելու այն տնտեսական վնասները, որ կրում է Հայաստանը Ռուսաստանի փաստացի պատժամիջոցների արդյունքում։ Իսկ Ադրբեջանի հետ պայմանագրերը միլիարդավոր դոլարների մասին են, որովհետև Եվրամիությունը հույս ունի նաև Ադրբեջանի միջոցով մեղմել իր էներգետիկ ճգնաժամ, որ արդեն այնտեղ արկա է։ Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Իլհամ Ալիևը կքննարկեն նաև Միջին-Միջանցք կոչվող տրանսպորտային եւ լոգիստիկ երթուղու զարգացումը, որը Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապում է Հարավային Կովկասով։ Երևանում օրակարգում կլինեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, տարածաշրջանային կայունությունը, ինչպես նաև տնտեսական եւ ենթակառուցվածքային համագործակցության հարցերը։ Իհարկե Եվրամիությունը կցանկանար այդտեղ որպես միջին-միջանցքի մաս իր կարևոր ներկայությունը ունենալ, բայց Հայաստանի իշխանությունների հետ չի, որ պիտի նրանք այդ հարցը քննարկեն, որովհետև այդ ծրագրի իրականացման գործում Հայաստանի դերը փոքր է։ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը թրիփը դիտարկում են որպես նոր կապուղի, որը կարող է նվազեցնել Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը տարածաշրջանային հաղորդակցությունների վրա։ Մոսկվան իր հերթին փորձում է պահպանել իր դերակատարությունը, պնդելով, որ առանց Ռուսաստանի մասնակցության նախագիծը դժվար կլինի լիարժեք իրականացնել։ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է նախագծին մասնակցելու ցանկության մասին, իսկ քաղաքագետների գնահատմամբ այդ նպատակով կիրառում է նաև քաղաքական եւ տնտեսական ճնշման գործիքներ։ Թե որքանով այդ ճնշումը կազդի Հայաստանի որոշումների վրա եւ արդյոք Ռուսաստանը վերջնականապես կներգրավի թրիփ նախագծում, հարցը մնում է առկախ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։